պահել, շատ դժվար է մաքուր մնալ այս աշխարհում, շատ դժվար է։ 4 կողմից ուզում են մեր մաքրությունն ու ազնվությունը մեզանից գողանալ։ Մայր Թերեզան ասում էր, ազնվությունը, անկեղծությունը մարդուն խոցելի են դարձնում, բայց ասում է դուք ազնիվ ու անկեղծ եղեք ամեն դեպքում, ինչ էլ որ պատահի, ազնիվ ու անկեղծ եղեք։ Եթե դուք տակ աշխարհին ձեր ունեցած ամենալավը, մարդիկ կփշրեն ձեր ատամները, բայց ելի տվեք ունեցած ամենալավը։ Եթե մենք մեր ամբողջ կյանքի կառուցածը մենք կարող ենք մի ակնթարթում կորցնել, բայց պիտի նորից կառուցես, որովհետև մարդը այդ վայրովերումներով է, որ կարողանում է հավատարի մնալ, պահել իր հավատարմությունը եւ արժանանալ Աստծո վստահությունը։ Դրա համար Հիսուս ասում է, ով որ մինչև վերջ համբերի, նա էլ կփրկվի։ Այդ համբերությունը այսօր մարդը չունի եւ դրա համար Պողոս Արաքյալն ասում է, եթե Քրիստոսի հոգին չկա ձեր մեջ, դուք իրեն չեք պատկանում։ Եթե մենք Քրիստոսին չենք պատկանում, ով ասես կարող է մեր Տերը լինել։ Եթե ես Քրիստոսինն եմ, ինչպես որ զինվորը, երբ որ երթվում է, ասում է, խոստանում եմ հավատարմորեն ծառայել հայրենիքս կյանքս չխնայել, բայց երբ որ տեսնում է վտանգը թողնում փախնում է, ով ուզում գալիս այդտեղ իշխում է, այնպես էլ հոգևոր դաշտն է, հոգևոր պատերազմն է։ Մեր սիրտը ամենադաժան մարտադաշտն է, որտեղ կռիվ է գնում բարու եւ չարի, որտեղ Աստված եւ Սատանան այնտեղ պայքարում են այդ սրտի համար։ Այս դաշտն է, եթե այս դաշտը դու հավատարմությամբ միշտ մաքուր չպահես, կհաղթի։ Եթե այս դաշտը դու զիջես, այլևս դու Տերը չես նաև ոչ քո հոգու, ոչ քո մարմնի, ոչ քո մտքի, ինչպես ուզեն մարդիկ քեզ կտեղաշարժեն, ինչպես ուզեն քո ճակատագիրը կտնօրինեն, ինչպես ուզեն քո կյանքի հետ կվարվեն։ Դրա համար շարունակության մեջ Պողոս Արաքյալն ասում է, դուք այլևս օրենքի մարմնի տակ չեք, այլ շնորհի տակ եք, ուրեմն թույլ տվեք, վստահեք նրան, ով որ Քրիստոսին հարություն տվեց, այդ հոգին դնի ձեր մեջ,